Պատրաստված պետք է լինեն հոգեկրթման առումով եւ նաեւ հոգեբանական պատրաստվածության առումով, որովհետեւ եթե նախկին հարաբերություններում ծնողը կարծես բավարարում էր իր պահանջմունքը ծնող լինելու, գերակայող լինելու, թելադրողի, թեև սա միշտ էլ քննարկելի է եւ ոչ այդքան թույլատրելի, այնուամենայնիվ այս փուլում ծնողը կարծես հրաժարվում է, իր վերահսկողական դիրքերից եւ պետք է պատրաստ լինի այո ընդունելու հավասարության սկզբունքով իր տանը եղած դեռահասին ու նաեւ ընդունելու սեռական հասունացումը, այսինքն դիտելու եւ ընկալելու, որ իր տան ապրող նախկին երեխան այլևս սեռահասուն է եւ պատրաստվում է ապագա կյանքի, ապագա հեռացմանը իր ընտանիքից եւ այստեղ մի շարք հոգեբանական կարծես այո, պիտի բառը ասեմ, ճգնաժամ է նաև ծնողի համար։